Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը հայտարարել է, որ Աբու Դաբիի բանակցությունների օրակարգը երկու առանցքային մաս ունի՝ անվտանգություն և տնտեսություն։ Մինչև այդ էլ ելույթ ունենալով Դավոսի համաժողովում նա լավատեսություն էր հայտնել, որ ամերիկյան միջնորդությամբ ռուս-ուկրաինական երկխոսությունը մտնում է եզրափակիչ փուլ։ Համաձայնության հասնելու հարցում, սակայն, լավատես չեն փորձագետները։ Մոսկվայի վերջին հայտարարությունները վկայում են, որ Կրեմլի դիրքորոշման մեջ փոփոխություն չկա, հատկապես տարածքային հարցերի վերաբերյալ։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը ասել է, որ եթե տարածքային հարցը չկարգավորվի ամերիկյան անքորիջում ավելի վաղ համաձայնեցված բանաձևով, երկարատև խաղաղության սպասել պետք չէ։ Թե ինչ է ենթադրում այդ բանաձևը, ռուս պաշտոնյան չի հստակեցրել։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ Աբու Դաբիում անվտանգության հարցերով եռակողմ բանակցություններից առաջ հայտարարել է, որ Մոսկվայի հայտնի դիրքորոշումը այն է, որ ուկրաինական բանակը պետք է լքի Դոնբասի ամբողջ տարածքը։ Աբու Դաբիի հանդիպման առաջին օրվա ավարտին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ բանակցությունների հիմնական թեման եղել է հենց տարածքային խնդիրը։ Միացյալ Նահանգների կողմից Ուկրաինայի անվտանգության երաշխիքները սահմանող փաստաթուղթը պատրաստ է, սակայն տարածքային հարցերը դեռևս լուծված չեն։ Ամենակարևորն այն է, որ Ռուսաստանը պատրաստ լինի ավարտելու պատերազմը, որ ինքն է սկսել։ Կտեսնենք, թե ինչպես կընթանա զրույցը վաղը և ինչ արդյունք կլինի, հունվարի 23-ին ասել է Զելենսկին։ Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների վերջին հանդիպումը տեղի էր ունեցել 2025-ի ամռանը Ստամբուլում։ Այն խաղաղության հասնելու կամ գոնե հրադադար հաստատելու հարցում ցանկալի արդյունքներ չէր տվել, բայց նպաստել էր գերիների լայնամասշտաբ փոխանակմանը։ Արևմտյան լրատվամիջոցների հարցախույզը փորձագետների շրջանում պարզել է, որ այս անգամ էլ լիարժեք խաղաղության սպասելը սին լավատեսություն կլինի։ Deutsche Welle-ն գրում է, որ խոսքն այս անգամ ևս հավանաբար որոշ հումանիտար հարցերի լուծման մասին է լինելու, քանի որ սկզբունքային հարցերում կողմերի մոտեցումները չեն փոխվել։ Ուկրաինան չի համաձայնի որևէ սցենարի, որը ենթադրում է տարածքային զիջումներ, փաստացի կապիտուլյացիա։ Ռուսաստանն էլ իր հերթին չի դրսևորում պատերազմը դադարեցնելու կամք։ Ըստ պարբերականի, այդ պայմաններում բեկում ակնկալելը անիմաստ է և կարող է ձեռք բերվել հումանիտար հարցերով պայմանավորվածություն։ Մոսկվան, օրինակ, կարող է հետաքրքրված լինել ռուսական նավթ տեղափոխող տանկերների վրա ճնշումը նվազեցնելու հարցում։ Սա կարող է լինել տնտեսությանն առնչվող բաղադրիչ, որի մասին խոսել էր բանագնաց Ուիթկոֆը։ Դա իր հերթին կարող է շահագրգռել ռուսական կողմին գնալու հումանիտար քայլերի։ Հանդիպմանը ռազմական փորձագետների ներկայությունը ըստ BBC-ի կարող է վկայել, որ այնուամենայնիվ զորքերը հետ քաշելու կամ կրակը դադարեցնելու հարցեր քննարկվելու են, բայց ինչ արդյունք կունենան այդ քննարկումները։ Financial Times-ն էլ հղում անելով իր աղբյուրներին գրում է, որ Էմիրություններում հանդիպման արդյունքներով կարող է էներգետիկ հրադադար կնքվել։ Արաբական Միացյալ Էմիրությունները կարող է Ռուսաստանին առաջարկել չհարվածել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին որպես փոխզիջումային տարբերակ, սակայն Պուտինը դժվար թե համաձայնի, քանի որ այս պահին դա Կիևի նկատմամբ ճնշման ամենաարդյունավետ գործիքն է, պարբերականին ասել են փորձագետները։ Մինչ Աբու Դաբիում բանակցություններ են ընթանում, Կիևը կրկին ռուսական հարվածների տարափի տակ է։ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ հունվարի 23-ի հարվածներից 1 մարդ է զոհվել, 4-ը վիրավորվել։ 4 մարդ էլ ռուսական հարվածներից սպանվել է Դոնեցկի մարզում։ Կիևը մնացել է առանց ջեռուցման, մայրաքաղաքը լքել է ավելի քան 700,000 մարդ։ Մարլենա Հովսեփյան, Ռադիոլուր։